Բարի երեկո, եթերում Սուրանկյունն է, որի առաքելությունը մեր իրականության սուրանկյունները բացահայտելն է։ Այո, բացահայտում ենք և քննադատում, իսկ քննադատելու համար պետք է իմանալ ու հասկանալ։ Մենք գիտենք ու հասկանում ենք, մնում է հասկանան սուրանկյուններ ստեղծողները։ Համայնքային ճանապարհների նորոգում, արտաքին լուսավորություն, աղբահանություն, մանկապարտեզների ֆինանսավորում և այլն։ Բազմիցս ենք անդրադարձել այս խնդիրներին, նշելով, որ դրանք համայնքի ու ղեկավարի պարտականություններն են։ Նաև արձանագրել ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները հաճախ են թերանում իրենց փոքրիկ իշխանիկներ զգալով։ Ինչու՞, չէ՞ որ այդ համակարգը ստեղծելիս գյուղապետերին ու քաղաքապետերին որպես հակակշիռ ներդրվեց նաև ավագանու ինստիտուտը։ Դրա անդամները պետք է անկախ լինեին, դեմ կամ կողմ արտահայտվեն թիմ ղեկավարի համայնքի վերաբերող ցանկացած որոշմանը և հավասարաչափ պատասխանատվություն կրեին հետևանքների համար։ Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղից ահազանգը խնդրին անդրադառնալու հիանալի առիթ էր։ Գյուղապետից դժգոհում էին ոչ միայն գյուղացիները, այլև ավագանու ու հենց գյուղապետարանի աշխատակիցները։ Այստեղ գյուղապետարանի շենք չկա, եւ աշխատակիցները պարտականությունները կատարում են մեկ սեփական, մեկ համագյուղացիների տանը։ Ինչից էին բողոքում մարդիկ, ինչու գյուղապետը չցանկացավ հանդիպել մեր նկարանող խմբի հետ։ Արդյոք մարզպետը անում տեղյակ են նրա գործերից։ Լեռնարոտում համայնքապետ ավագանի հարաբերությունների, ինչպես նաև համայնքի ղեկավարման հարցերում այդ ինստիտուտների անհամաձայնությունների աղմկարույց այլ դեպքերի մասին է Շուշանիկ Միրզոյանի կամայականության տխուր հետևանքները տեսանյութը։ Իջևանի ավագանիների գաղտնի խոսակցության այս գաղտնի նկարահանումը մի քանի տարի առաջ մեծ աղմուկ բարձրացրեց։ Այն ժամանակվա քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը կառավարում էր ինչպես կամենում էր։ Ավագանու առաջարկները օրակարգ չէին մտնում։ Ավելին, նա անվստահություն էր հայտնել ավագանու 5 անդամի։ Իջևանի նոր քաղաքապետ նախկին ավագանի Վարդան Ղալումյանն իր նախորդին ոչնչով չի զիջում։ Նա ավագանին չի լսում։ Քաղաքը կառավարում է ինչպես ցանկանա։ Անվստահություն է հայտնում ավագանու անդամներին, իսկ տեսախցիկի առաջ շատ համարձակ է ու ինքնավստահ։ Մենք առանց ավագանու բյուջեի հաստատման աշխատանքները կատարել ենք։ Օրենքը համայնքի ղեկավարին նման հնարավորություն տալիս է։ Իջևանում քաղաքապետ ավագանի լարված հարաբերությունների պատճառով 5 տարի շարունակ բյուջե չի հաստատվել ու համայնքում կատարվել են վերջին հաստատված բյուջեով նախատեսված ծախսերը։ Ավագանի համայնքապետ հարաբերությունները մեր երկրում միշտ էլ լարված են եղել, եթե իհարկե նրանց միջև ազգակցական կապ չի եղել։ Այսպես է եւ Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում, որտեղ գյուղացիները, ավագանու ու գյուղապետարանի աշխատակիցների մի մասը միավորվել ու պայքարում են գյուղապետի դեմ։ Չկա Լեռնարոտը քանդվի պարտելա։ Պատճառը գյուղապետի երկու նախաձեռնության շուրջ անհամաձայնությունն է։ Խոսքը գյուղի համար կարևոր երկու խնդրի՝ խմելու ջրագծի անցկացման ու կենցաղի տուն կառուցելու մասին է։ Ջրագիծն արդեն շահագործվում է, սակայն անցկացման տեխնոլոգիան դժգոհություն է առաջացրել։ Պիտկոյանը հիմա մտնի ստեղ չէ, չի թույլատրի, որ այս ջուրը օգտագործեն։ Պլաստմասայի տրուբ եկա։ Մի հատ անասուն անցավ, մի քար ընկավրեն ջարդում է։ Քարո, բանով այդպես առհալեցրել են ու թողել։ Ամեն ինչ արվել է իր նորմալներին համապատասխան։ Պարտադիր պետք է փափուկ շերտ իր տակ ունենա, լինի ավազաշերտ, լինի մեկ ուրիշ նյութի շերտ։ Ավազի խնդիրը դեռ չկա, էլի, փափուկ բան սևահող ենք լսել։ Գյուղապետը, որն այդ պահին Լեռնարոտում էր, նախ համաձայնում է միանալ մեզ ու տեղում պարզաբանումներ տալ, սակայն հետո անհետանում է։ Հեռախոսը չի պատասխանում, այնպես որ գյուղացիներին հուզող հարցերի պատասխանները հաջորդ օրը ստանում ենք հեռախոսով, արդեն Երևանից։ Չունեն ստենց բան, պետք է փակվի։ Անցած տարի է կառուցվել։ Ու սենց կարկատաններով, պրովոդներով։ Բան այս պրովոդներով։ Պրովոդներ, կավե կարկատան։ Աշապաններ շինարան։ Այսինքն հաշվապահը ՍՊ-ը է, բայց Հաշվապահի բերել են ստե շինարար են դրել։ Բան, իբր սա էլ ալանտարան արեցին։ Այսինքն ՍՊ-ը է, բացի ծածկադմփոց են այլ փողերը կերել։ Այ վերջացավ գնա։ Ինքնու գյուղապետն են բացել սահմանապահ։ Ընդհանրապես կապ չունեն, ինչ-որ կրոնական կազմակերպություն արել, մեզ ասել են մեգի անունով բաց ՍՊ, որ 1.400.000 փողը փոխանցել մեր դրա։ Քիչ էին համայնքի բյուջեին փոխանցել այդ գումարը։ Չէ, իրանք դե չեն ասում են շիրի համայնքի բյուջեին փոխանցենք։ Այդ ՍՊ-ն ունի աշխատանքային փող։ Բոլոր տեսակի շինարական աշխատանքները կատարում են մասնագիտական կազմակերպությունները։ Մի հատ կա կոմիսիան թող քանդեն ստուգին։ Այսինքն կորել են տրուբաները։
Հնացել է։ Մատերիալի հետ ես ընդհանրապես գործ չեմ ունեցել։ Եթե համայնքը որևէ աշխատանք է կատարում, շինարարական թույլտվությունների որոշումները պետք է պարտադիր ուղարկի մի օրինակը մարզպետարան, մյուս օրինակը քաղաքաշինության նախարարության տեսչություն։ Ինչ վերաբերում է Լեռնառոտ ջրագծին, նմանատիպ բան տեղի չունեցել։ Շինարարական այդ կազմակերպությունը, որ բերել է, ասել ասենց արա, ես արել եմ։ Հիմա ես չգիտեմ, էդի պետք ով ընդունել, ոնց ընդունել։ Դուք այդ շինարարական կազմակերպությունից ընդունել եք այդ ջրագիծը։ Այո։ Սենց ընդունում հասնում կլինի։ Նկատենք, գյուղապետը չի նշում շին կազմակերպության անունը, ավելին պնդում է, որ արել է այն, ինչ ասել են շինարարները։ Անգամ պատկերացում չունի, որ մարզպետարանին ու քաղաքաշինական տեսուչին պարտավոր էր տեղյակ պահել ջրագծի անցկացման մասին։ Ավելին, պարզվում է մարզպետարանից նախազգուշացրել են, եթե ջրագծի անցկացման ժամանակ խախտումները չվերացվեն, կտուգանվես։ Գումարները տալիս են, եզդինները օգտագործում են արոդավայրի։ Այդ գումարները էլ չգիտենք։ Խնդրեմ, Գանձապաննա, թող ասի մի անգամ մուտք եղել է գումար մեր բյուջեին։ Բյուջեն կազմել են ավականիկ ոչ մի բանից տեղյակ չէ։ Դուք չեք լսում ձեր ավականու խոսքը։ Ոչ չեմ լսում։ Հարցը դրանում է, իրանք որ ներվել են, որոնք ես այդ փողոցները իրանք էլ խաբար չեն։ Եթե ձեր որոշումը ընդունելուց է, այդ որոշման տակ իրանք ստորագրությունը լիներ, իրենք տենց բան չէին ասի։ Ոչ թե որոշումը կայացրել։ Այ բակի գրասենյակից եկել են ընդհանուր ժողովի մեջտեղը, ժողով են արել։ Լեռնարոցիների դժգոհության մեկ այլ պատճառ գյուղում կառուցվող կենցաղի տունն է։ Համաձայն օրենսդրության ավականին պետք է համաձայնություն տար թե հողահատկացմանը, թե հաստատեր համայնքի համաֆինանսավորման չափը։ Այնինչ այդ որոշումները գյուղապետը ընդունել է առանց ավականու կարծիքը լսելու։ Ներդրողը։ Այդ չի եկե, չի ասե, էս ինչ գործ է, էս ինչ է կան։ Կեսից ավելին գումարի ներդրում է գյուղը։ 80% է։ Ավելի կարևոր հարց ձեր գյուղում չկար, քան այս հանդիսությունների։ Կարևոր հարց գյուղապետարան չունի։ Արդյունքում գյուղում սկսել են խոսել գյուղապետի յուրացրած գումարների մասին, իսկ ավականու անդամներից ոմանք մտածում են մանդատները վայր դնելու մասին։ Ինչպես իրենք են ասում, չեն ուզում պատասխան տալ գյուղապետի փոխարեն։ Հակամարտող կողմի հետ համաձայնության եզրեր գտնելու պատրաստակամություն է հայտնում միայն գյուղապետը, իսկ լեռնարոցիները մտադիր են պայքարել, որպեսզի գյուղապետի գործունեության շուրջ հետաքննություն սկսվի։ Շուշանիկ Միրզոյան, Զոհրաբ Քարամյան, Հովհաննես Չապարյան, Սուրանկյուն։ Կաթնամթերքի թանկացմանը Սուրանկյունն անդրադարձել էր դեռ մայիսին։ Այն ժամանակ արտադրողները գնաճի հիմնավորել էին միջազգային շուկայում կաթի փոշու եւ կարագի թանկացմամբ գյուղացիներից գնվող կաթի բարձր արժեքով։ Գյուղատնտեսության նախարարության պատասխանատուները ենթադրում էին, որ արդեն ամռանը կեժանանա անասնապահներից գնվող, ըստ այդմ նաև սպառողներին վաճառվող կաթը։ Պարադոքս է, բայց փաստ։ Գարնանը 1 լիտր կաթը 170 դրամով վաճառող գյուղացիները հավաստիացնում են, որ կաթնամթերք արտադրող ընկերություններն այժմ մթերում են 120-ից 150 դրամով։ Գյուղատնտեսության նախարարությունում էլ մեր լրագրողին հայտնել են, որ մթերվող կաթի ծավալներն աննախադեպ մեծացել են, սակայն հարցին, թե ինչու են կաթ արտադրողները էժանացնելու փոխարեն թանկացրել կաթնամթերքը, ստույգ պատասխան չեն տվել։ Հայտնի է, որ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող մի քանի խոշոր ընկերություն կա, որոնք զբաղեցնում են շուկայի առյուծի բաժինը, ըստ այդմ նրանք են շուկայում թելադրողը։ Եթե հիշում եք, կաթնամթերքի յուրաքանչյուր թանկացման դեպքում արտադրողները գները բարձրացնում էին 1 օրում։ Հիմնավորումների ոչ արժանահավատ լինելն էլ սպառողների մոտ ներքին պայմանավորվածության կասկածներ էր առաջ բերում։ Ի վերջո, ինչու է 120-ից 150 դրամով մթերվող կաթը վաճառվում 400-ից 440 դրամով։ Հարցի պատասխանը փնտրելու ոլորտը վերահսկողների, գյուղացիների ու արտադրողների դռներն է թակել Արմեն Աթալյանը։ Ներկայացնում եմ կաթնային պարադոքս տեսանյութը։ Այս մեր սմետանը, մածունը, թարդու, այ, որակը չի, նորմալ չի, խնդրեմ, մածունը, Թթվասերն ու մածունը լավն են։ Արարատի մարզի Շահումյան գյուղի մանկապարտեզում ենք։ Ահազանգ ենք ստացել, որ մարզի մանկապարտեզներին մատչելի գնով շատ ցածրորակ կաթնամթերք է մատակարարվում, որն արտադրվում է Նարեկ գյուղում։ Բարեբախտաբար ահազանգը կեղծ է։ Կաթնամթերքն անորակ չէ։ Դա են հավաստում նաև մյուս մանկապարտեզների տնօրենները, չնայած մատչելիության մասով մեզ չեն խաբել։ Սա էժան մթերք է։ Կաթնամթերքը գնալով թանկանում է, իսկ բյուջեում պետք է տեղավորվել։ Մենք տեղավորվում ենք, այո։ Մեզ հերիքում է։ Իսկ եթե էլի բաց են,
Ինչը սնունդ է։ Կատնամթերքի կարակը արդեն բարձրացել է, դարձել է 3000 դրամ, ինչքան բարձրանում։ Տարվա ընթացքում կատնամթերքը թանկացավ 2 անգամ՝ գարնան վերջին եւ ամռան կեսերին։ Առաջին թանկացումը պատճառաբանվեց կաթի փոշու, կարագի ու անարատ կաթի գնի բարձրացմամբ։ Մայիս ամսին տեղի ունեցած թանկացումը 5-ից 10%-ի մասին էր խոսքը, դա միայն մասնակիորեն է փոխհատուցում նախորդ տարիների կուտակված վնասները եւ այժմ շարունակվող թանկացումները։ Դրա համար էլ կատնամթերք արտադրող ընկերությունները ըստ ներկայացուցիչների գնացին երկրորդ թանկացմանը, սակայն հասկանալի չէ, ինչպես կարող է թանկանալ մի բան այն ժամանակ, երբ դրա հումքը, այսինքն կաթը, գնալով էժանանում է, քանի որ մեծանում են արտադրության ծավալները։ Մայիս ամիսներին կաթի արտադրության ամսական ծավալները հասավ 75-80 հազար տոննայի։ Դա նշանակում է, որ օրական հանրապետությունում արտադրվում էր 2500-2600 տոննա կաթ։ Նախորդ տարվա համաձայնությամբ որոշակի աճ կա։ Կաթը մթերել են անցած տարի 120 դրամով, մինչև մի այդ փողը չեն տվենձի, տարեկաթը տվել եմ, փիշ տվել են, մինչև մի հələ 350,000 էլ պարկա։ Այդ մեր մոտի մթերող գործանն է։ Այս տարի ինչքան են։ Այս տարի էլի այդքան ուզում են 150-ով, բայց էլի փողի խնդիր է, տենց է չեմ տվել։ Գործարանը ինչքանով է վերցնում կաթ։ 130 դրամով։ Հիմա 130-ով են վերցնում։ Գալիս է տների մեջ է, հավաքը տանում։ Տեղ կա 120, տեղ կա 150, տեղ կա 140, ասենք Սիսիանում բանում լսում եմ, ասենք այդ գներով վերցնում են։ Յուղալությունը բան հարցավ, տենց։ Մաքսիմում այսինքն 150, հա։ Հա, դրանից ավել ոչ միտեղ կաթ չեն մտել։ Սա որ եկել եմ, ես արևի տակ ես տանեմ 130 դրամով ոնց ա։ Սաղ էլ վերացնում են, ես էլ եմ վերացնելու։ Կովերը։ Հա, գյուղում համարյալ չեմ պահում ոչ մի բան։ Այսինքն այդ 150-ով էլ նույնիսկ եթե բանանեք Չի ձեր չի տալի։ Մի մեշոք թեփն առնում ենք 5000 դրամ։ Ֆերմերները դժգոհ են կաթի մթերման գներից։ Չնայած կատնամթերք արտադրողները հավաստում են, որ կաթն ընդունում են լիտրը 170 դրամով։ Կան տեղեր, վայրեր, հա, հեռավոր շրջաններ, որոշ տեղեր, որտեղ կան միջնորդներ, այսինքն գյուղացիները միջնորդների միջոցով են վաճառում կաթը եւ ստեղ միջնորդները ոնց որ իրանց շահույթի բաժինը ունեն։ 10-15 դրամ։ Այո, անցած տարվա դրությամբ կաթը գինը իջավ, կաթի շատ լինելու պատճառով եւ անասունները սկսեցին մորթել ժողովուրդը, որպեսզի այդ ջարդը տեղի չունենա նորից այս տարի հիմնարկը որոշեց մի հատ քաղաքականություն հասկացել կաթի գինը պահել թանկ գնով։ Նույնիսկ եթե կաթը 170 դրամով են ընդունում, ինչու է այն խանութներում վաճառվում լիտրը 400-ից 450 դրամով։ Կատնամթերքի մյուս տեսակների գների մասին չենք էլ խոսում։ Որոշ արտադրողներ չէին թանկացրել, հետո հասկացան, որ բոլոր նրանք, ովքեր թանկացրել են, իրանց ոչինչ չեղավ, իրանք էլ թանկացրեցին։ Այն որ այսօր գերշահույթ է, դա գիտեն բոլորը։ Միանշանակ չի կարա լինի այդպես բան, գերշահույթ ոնց կարա լինի, եթե ամեն ինչ թանկանում է։ Իրականում հնարավոր է, որ կատնամթերքի ինքնարժեքը շատ ավելի ցածր է, քան ներկայացնում են արտադրողները։ Այդպես է թե ոչ, փորձում է պարզել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ Ինքնարժեքը, ինչպես մյուս ընկերություններում, բաղկացած են ոչ միայն արտադրական ուղղակի ծախսերից, այլ բազմաթիվ այլ ծախսեր կան, անուղղակի արտադրական ծախսեր, վարչական իրացման ծախսեր։ Այդ ամբողջ ուսումնասիրելու արդյունքում նոր հնարավոր կլինի գների բարձրացումը համարժեք է թե ոչ։ Մյուս կողմից շատ դժվար է հաշվարկել, թե ասենք ինչքան է 100 գրամ թթվասերի ինքնարժեքը։ Կաթնամթերքը հիմա արտադրվում է ըստ տնտեսվարողի մշակած տեխնիկական պայմանների, այսինքն արտադրողը կազմում է բաղադրատոմս եւ կաթնամթերքն արտադրում դրա համաձայն։ Դժվար է պարզել, թե ինչ բաղադրիչներ են օգտագործվել կաթնամթերքում, ինչ արժեն դրանք եւ ինչքանով են ավելացնում մթերքի ինքնարժեքը։ Հանձնաժողովը ունի լաբորատոր հզորություններ։ Մենք օրենսդրությամբ նման խնդիր չունենք եւ մենք խնդիրը բացահայտել ենք փաստաթղթային, բացառապես փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում, թե ինչ են օգտագործում, որ բաղադրիչի արժեքը որքանի, այդ առումով հենվում ենք իրենց կողմից ներկայացած տեղեկատվության վրա։ Տնտեսվարող սուբյեկտը պետք է ունենա բոլոր մուտքերը, պետք է ունենա բոլոր ետքերը, երբ որ մենք թղթերը իհարկե մուտք կա, այս մարդկանցից ձեռք են բերել կաթը։ Վերամշակել եմ, անցնելու եմ այս իրացման կետերից, հարցում անենք, քաղաքական յուղացույց, վերջին անգամ արք ու վաճառքի ժամանակ որևիցե փաստաթղթային գործառույթ տնտեսվարող սուբյեկտի հետ ունեցել եք թե ոչ։ Պետական մարմիններն այս դաշտում գրեթե չեն համագործակցում, ասում է Բաբկեն Պիպոյանը։ Դա ակնհայտ երևաց, երբ պաղպաղակի շուկայում խախտումներ հայտնաբերվեցին։ Հարգարժան Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, դու հայտնաբերել ես սպրեդ, ինչու չես տալիս տեղեկատվությունը
տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի։ Ինչևէ, հանձնաժողովը սեփական ուժերով շարունակում է ուսումնասիրությունը կաթնամթերքի շուկայում։ Մինչ այդ արտադրողները կանխատեսում են, եթե այսպես շարունակվի, ստիպված կլինեն ձմռան ընթരാճ նորից թանկացնել կաթնամթերքը։ Կարակնելի թանկանում է, համ էլ կաթը շուտով կարժենա լիտրի 200 դրամ։ Վստահեցնում են, որ իրենց համար էլ դա ձեռնտու չէ։ Արտադրողը բոլոր այդ խնդիրները առաջ ոնց որ ինքը մենակ կանգնած ու փորձում լուծել։ 170 դրամով օրինակ մթերվող կաթը դա արտադրողի վրա արդեն 204 դրամ է նստում, եթե 20% ավելացված արժեքի արկ ներառենք։ Թանկացման համեմատ, որ ահագին վաճառքը նվազել է մեր։ Ահագին նվազել է մեր վաճառքը։ Իհարկե, կաթնամթերքի գնաճը վերահսկելու համար պետական կառույցները լուրջ վերահսկողական աշխատանք պետք է կատարեն։ Ռուսաստանում օրինակ գտել են կաթնամթերքի գնաճը զսպելու միջոց։ Պետությունը կաթի նկատմամբ կիրառվող ավելացված արժեքի հարկը 18%-ից իջեցրել է 10%-ի։ Արմեն Նաթալյան, Հովհաննես Չապարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Արևը հավասարապես լուսավորում է բոլորին, բայց վատ տեսողության պատճառով թվում է ոմանց ավելին, ոմանց պակաս։ Աստծո արարչի հոգորտության պտուղը մարդը պետք է տեսնի իր եւ ոչ թե ուրիշի աչքերով, ուղղակի եւ անուղղակի իմաստով։ Ցավոք այսօրվա տեսանյութի մեկամյա հերոսը աշխարհը տեսնում է հենց այդպես, բայց ենթագիտակցորեն թերևս զգում է իրենց վիճակվածի դառնությունը։ Երեխան ծնվել է 6.5 ամսեկան եւ 1.5 կիլոգրամ քաշով։ Հենց անասությունն է դարձել տեսողության կորստի պատճառ եւ ոչ միայն նորիշը վիրահատվելու դեպքում կարող է զրկվել նաեւ լսողությունից։ Բայց բուժումը բավականին թանկ է, իսկ ընտանիքը անապահով, սակայն ինչպես ասում են, աշխարհում դեռ բարի մարդիկ կան, եղել են օգնողներ, ֆինանսավորողներ, որպեսզի երեխային տանեն Սանկտ Պետերբուրգ, քանի որ Հայաստանում համապատասխան նեղ մասնագետ չկա։ Տղայի ճակատագիրը խեղվել է լույս աշխարհ գալուց հետո, բայց նա մեկ աչքով մնացել է մթության մեջ։ Խավարը փոքրիկի թշնամին է, իսկ ծնողների թշնամին անապահովությունը։ Եկեք չմոռանանք անապահովների մասին, որովհետև հիշելը փող արժե, իսկ անապահով ծնողները հուսախաբ չեն լինում։ Հավատում եմ, որ իրենց փոքրիկը լիովին բուժվելու է եւ աշխարհը տեսնելու է սեփական աչքերով։ Ներկայացնում եմ Տաթև Մեսրոպյանի «Հույսը չունե որի հաց» տեսանյութը։ Խոշոր աչքերով այս փոքրիկը, որ բոլորին ժպտում է, աստիճանաբար կորցնում է տեսողությունը դեռ աշխարհն ու մարդկանց չճանաչած։ Արսենը օգոստոսի 19-ին 1 տարեկան է դարձել։ Այդ օրը շատ հյուրեր են ունեցել եւ բոլորի ցանկությունն ու բարեմաղթանքը մեկն է եղել։ Որ ինքը առողջ լինի։ Իր ծննդյան օրը ինքը ջերմեց 39.5 տաքությամբ, մինչև հիվանդանոցից էինք եկել տորթիկով, երկելով տենց մտան ներս, որ տորթիկ ուզում էինք չէինք, բալիկիս հետ իրան գրկեցի ու այդ 1 ամյակի թվի վրա ես մենակ Աստծուն խնդրեցի, որ իմ բալիկը առողջ լինի ու երբեք էլ չհիվանդանա, որ գոնե իր աչքը որոշ չափով տեսնի։ Տարբեր հիվանդանոցներում երեխային զննելուց հետո աչքի խնդիրներ են հայտնաբերվել, ու քանի որ Հայաստանում համապատասխան մասնագետ չկա, առաջարկել են վիրահատության տանել Սանկտ Պետերբուրգ։ Սոցիալապես անապահով ընտանիքը երեխայի տեսողությունը վերականգնելու համար արժանապատվությունը մի կողմ դրած պետական, մասնավոր եւ անհատ քաղաքացիների դռներ է թակել, ու մի քանիսը բացվել են։ Բարի մարդկանց գթասրտության շնորհիվ Արսենին տարել են Սանկտ Պետերբուրգ, որտեղ բարեհաջող վիրահատել են։ Երեխայի աչքի մոտ դեպի արյան պարկեր նստած ցանցաթաղանթի վրա, որը դեպի ներ էր ծծվում ներս։ Եթե մի փոքր էլ ներ ծծվեր, երեխայի աչքի ցանցաթաղանթը լրիվ կպոկվեր ու երեխայի աչքը լրիվ կկուրանար։ Վիրահատությունից 5 օր հետո մենք եկել ենք Հայաստան։ 7-րդ օրը մենք տարել ենք Մալայան, ամբողջ բժշկությունը ասեցին, որ դեպի լավն է գնում։ Սակայն փոքրիկի հարազատների ուրախությունը կարճ է տևել։ Երբ երեխան առաջին ատամն է ծակել, օրգանիզմի թույլ դիմադրողականության պատճառով վիճակը վատացել է եւ դարձել աչքի հիվանդության սրացման պատճառ։ Երեխայի մոտ առաջացավ աչքի գլակոմա, ճնշում, որը շատ դժվար բուժվող հիվանդություն է Հիմա Հայաստանում մոտ 1 ամիս առաջ վիրահատել են երկրորդ անգամին բալիկին։ Վիրահատությունից հետո իրանք ասեցին, որ պետք է պայքարենք, երեխան բուժման կարիք ունի։ Բուժման համար պահանջվող դեղերը շատ թանկ են։ Մեկ շաբաթվա համար մոտավորապես 50,000 դրամի դեղ է պահանջվում, այնինչ միայն ընտանիքի հայրն է աշխատում։ Շաբաթներ առաջ էլ արտագնա աշխատանքի է մեկնել Ղարաբաղ եւ վաստակում է ամիսը ընդամենը 50,000 դրամ։
Ընտանեկան բյուջեին ավելանում է տատիկի չնչին թոշակը։ Մինչդեռ դեղատներում այնքան պարկ են կուտակել, որ այլևս չեն կարողանում, ինչպես ասում են, նիսյայով դեղ գնել։ Արդեն մեկ շաբաթ Արսենը դեղորայքային բուժում չի ստացել, ինչն ավելի է սրել երեխայի վիճակը։ Ավելին, հիվանդությունը ազդել է նաև լսողության վրա։ Դեղերի համար անհրաժեշտ գումար հայթայթելու համար մայրն անգամ հագուստներն է վաճառել։ Տրավատանը առնում եմ 11600 դրամ, ազորտը առնում եմ 9800 դրամ, երկու դեղ էլ կա, որը չեմ հիշում անունները, այդ բոլոր դեղերը 5 օր է գնում։ Հիմա աչքի որ վիրահատել են, նույն աչքի կողմի ականջը չի լսում։ Արսենն այնքան անուշ բալիկ է, որ անգամ հիվանդանոցում ոչ մեկին անտարբեր չի թողնում։ Բուժանձնակազմի սիրելին է։ Ինչ որ մեկը ժպիտով է իրան մոտենում, ինքը նույն ժպիտով արձագանքում է տվյալ անձին։ Ու ինքը ուզում է, որ դու իրան խաղացնես կամ իր ձեռքը ինչ-որ մի խաղալիք տաս։ Արսենի առաջին բառը ոչ մամա է եղել, ոչ էլ պապա։ Առաջին անգամ ասել է կա։ Երկրորդ վիրահատությունից հետո նա հարազատներից անընդհատ լսել է հույս կա, եւ այսպես կանդարձել է նրա առաջին բառը։ 3 օր առաջ կա։ 3 օր առաջ ես սպասում եմ, որ պիտի կամ մամա, կամ պապա, կամ տատի ասի, մեկ էլ մամայի հետ նստած ենք, իմ բալիկը քնից արթնացել էր, խաղում էր ու 3 օր առաջ իր առաջի բառը եղել է կա ու այսինքն հույս կա։ Երևի էլի մամա։ Վայ, այսօր երկրորդ բառը։ Մամա։ Կա։ Արսենի մայրը որքան էլ փորձում է չհանձնվել եւ պայքարել փոքրիկի տեսողության վերականգնման համար, բայց այնուամենայնիվ նյարդերը երբեմն տեղի են տալիս։ Անընդհատ մտածում է, որ եթե երկրորդ անգամ մայրանալու հնարավորություն ունենա, կկանգնի նույն խնդրի առջև։ Ես հոգեպես շատ վատ վիճակում եմ գտնվում, որ ես ինքս հենց հիմա ես առողջական մեծ խնդիրներ ունեմ։ Գնում էի տեսնում եմ երեխան տենց պարկած, ապարատի տակ, աստղները գլխին, փորին շարած, շատ ծանր էի տանում։ Մի տարի է ես հիվանդանոց եմ, մի տարի։ Իսկ տատիկը, որ շատ ժամանակ է տրամադրում թորանը, չի կարողանում մտքերը ձևակերպել, արցունքները խեղդում են, այլևս Արսենի տանջանքները տեսնելու համար ուժ չունի։ Ես չեմ կարող ասել ինչ ասել։ Առողջապահության նախարարությունում ծանոթ էին Արսենի հիվանդությանը, քանի որ ինքնաթիռի տոմսը իրենք էին գնել։ Ավելին փաստեցին, որ փոքրիկի առաջիկա բուժումն ու դեղամիջոցները անվճար են լինելու, եթե բուժումն իրականացվի Հայաստանում։ Վիրահատության այդ մեթոդը չկա, այսինքն դեռևս դրված չէ լազերային տեխնոլոգիաների կիրառմամբ աչքի խոռոչային վիրահատություններն են, որը դեպ արվում է Լենինգրադում։ Անգամ գիշերները մայրը երեխային մութ սենյակում չի քնեցնում, քանի որ փոքրիկը փախչում է մթությունից։ Իսկ հիվանդության պատճառով արևը թեև անհանգստացնում է նրան, միևնույն է, բակն է սիրում։ Արսենը զգալով մթության դառնությունը, ցավին դիմադրելով լույսի է ձգտում։ Տաթև Մեսրոպյան, Զորաբ Քարամյան, Հովանես Չափարյան, Սուրանկյուն։ Այնթափ գյուղի Ճամփեզրին տեղակայված այս շարժական տնակի բնակիչները, որոնք լքված էին ընտանիքի հոր եւ հարազատների կողմից, արդեն մեկ շաբաթ է ինչ հարյուրավոր հյուրեր են ընդունում։ Ավելին, նախկինի պես դուռը չեն կողպում անծանոթների առաջ։ Անգամ փոքրիկ Սամվելը, որ մեր նախորդ այցի ընթացքում թաքնվել էր, այս անգամ առաջինը ընդառաջ վազեց։ Տարիների ընթացքում դժվարություններն ու անհաջողությունները մարդկանց անտարբեր են դարձնում, սակայն այս ընտանիքի անօգնական վիճակը միավորել էր նրանց։ Հոգևորական, պաշտոնյա, զինվորական, գործարար, ուսանող, դպրոցական, թոշակառու բոլորը օգնության ձեռք են մեկնելու մեկնում ընտանիքին։ Մի խոսքով, մեր նախորդ այցի ընթացքում հոգսերով լի այս ընտանիքում լավատեսության նշույլներ նկատեցինք ու դա շնորհիվ մարդկանց ուշադրության։ Ես երբևիցե չէի պատկերացնում, ճիշտն ասած, այսքան արձագանքներ կլիներ այս լտկված տարածքում, այս ամայի տարածքում։ Պարկերս բոլորը վճարել եմ, ոչ մի պարկ չունեմ։ Երազանքը իրականացավ, որ ինձ հեծանիվներից նվիրեցին։ Հողի հարցն ենք լուծել, դոմիկը որ տանենք դնենք, գյուղապետի ցավը տանեմ, մակարդակով հարցերը միջամտեց լուծեցին։ Լավ զինվոր դառնամ, այսքան մարդ որ մեզ օգնել է, իրանց հույսերն է արդարացնեմ։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։
Զուգընկերներն անմիջապես կկռահեն, որ խոսքը ձիահի մասին է։ Բոլորը կարծում են, որ դա իրենց չի վերաբերվելու։ Հատկապես զգոն պետք է լինեն ամուսնացած տղամարդիկ։ Պարզվեց, որ սպիդով բաղակված են։ Նրանց կանայք հայտնվում են անմիջական վտանգի տակ, բայց ինքը ոչ մի ախտանշան չունի։ Դեպքերի մեծ մասը գրանցվել է Երևանում։ Լոռու եւ Շիրակի մարզը արդեն առաջ են գնում։ Տեղյակել չեն, որ սպիդն ու ձիահը միևնույն հիվանդությունն է։ Լսում սպիդ ինքը միանգամից շատ ավաղ է։ Գաղտնիության սկզբունք է գործում։ Կոմերցիոն սեքսով զբաղվող կանայք։ Երթևեկության այդ կանոնները շրջանցողները քիչ չեն։ Հետիոտների համար խոչընդոտ է կապ։ Չեն ընդունում, որ տվյալ վայրում կայանումը արգելված է։ Այս հատվածում մի քանիսը իրենց մեքենային այդպես էլ չհասան։ Մոտեցեք ձեր մեքենային։ Կարելի ասել փրկեց մեքենան տուգանայինից։ Գլխի չէին ընկել, ինչ է կատարվում։ Դուք տեղյակ եք, որ դա խախտում է։ Ահա թե ինչն է շփոթության պատճառը։ Ես միշտ է մեքենան կանգնացրել։ Թյուրիմացության մեջ էր գցել ոստիկանության աշխատակիցը։ Բանը գործ չունեն, էսի մայթ է, էսի պրախոտը։ Ոսկու շուկայի դիմացի մայթն է, որը 95%-ով փակ է։ Աչքը չկա։ Էվակուատորը տեսնելուն պես մեքենայատիրոջը հեռախոսով լուր տվեցին։ Զայրույթը որոշեց թափել մեր նկարահանող խմբի վրա։ Սկսեցին նկարել մեր աշխատանքը։ Ես իմ աշխատանքն եմ անում, դուք ձեր։ Ես էլ իմ կայֆերն եմ վարում։ Սուրանկյան հեռուստադիտողը մի քանի անգամ տեղեկացել է օպերատիվ ծառայությունների աշխատանքին, այն էլ ինչպես ասում են առաջին ձեռքից։ Ծառայությունների կուլիսային առանձնահատկությունները ներկայացնելով փորձում ենք լույս սփռել բնակչության հետ ամեն օր առնչվող եւ 24 ժամ աշխատող գերատեսչությունների պատրաստվածության եւ հուսալիության վրա հետագա տարատեսակ շահարկումների բացառման նպատակով։ Այս շաբաթ նախատեսել ենք պատմել ոստիկանության հերթապահ մասի գործունեության մասին, սակայն մտափոխվեցինք, քանի որ նույն գերատեսչության մասին երկու տեսանյութ մեկ թողարկմանը սուբյեկտիվության մեղադրանք կլիներ։ Եվ ուրեմն ինչն է պատճառը։ Երկուշաբթի ճանապարհային ոստիկանությունը սկսեց կարգազանց վարորդներին պատժելու լայնամասշտաբ ակցիա։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում սև համազգեստով մարդիկ էվակուատորով ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ էին տեղափոխում չթույլատրված հատվածում կայանված մեքենաները։ Առանց չափազանցության մի քանի տասնյակ հեռախոսազանգ ստացանք։ Մարդիկ խնդրում էին իմանալ ակցիայի նպատակը։ Կարծում եմ հարցը փոքր-ինչ ռետորական է, այդուհանդերձ, թերևս բոլորն են տեղյակ, որ չթույլատրված հատվածում մեքենա կայանելով անտեսում ես վարչական իրավախախտումների մասին օրենքը եւ պատժվում նախկինում 80,000, հիմա 40,000 դրամ տուգանքով։ Այս պատմության մեջ սակայն մեզ այլ հարց հետաքրքրեց։ Արդյոք ճանապարհային ոստիկանները խտրական մոտեցում չեն ցուցաբերում եւ առանց բացառության պատժում են բոլոր իրավախախտներին։ Դիմեցինք նրանց եւ ստացանք նկարահանումների թույլտվություն։ Արդյունքները Հերմինե Բաղդասարյանի «Խախտումը թանկ արկածախնդրություն» տեսանյութում։ Երթևեկության այս նշանը վարորդներին պետք է որ ծանոթ լինի, կանգ առ կայանումն արգելված է, հատկապես մեքենան մայթին կայանելիս որևէ մեկը խախտման մասին չի մտածում։ Կարևորը տեղն է հարմար, իսկ երթևեկության այդ կանոնները շրջանցողները քիչ չեն։ Այստեղ կոնկրետ ես խախտում նկատեցի, դրա համար ես հիմա խախտում կա այստեղ։ Հավանաբար վարորդներն այստեղ էին կայանել վճարովի կայանատեղիից խուսափելու համար։ Ոմանք պնդում էին, որ ընդամենը մի քանի րոպե են կանգնած։ Ոմանք ընդհանրապես չեն ընդունում, որ տվյալ վայրում կայանումը արգելված է, բայց միևնույնն է, խախտումը խախտում է։ Չգիտեք, որ այդ մի վարքանը չի կարելի մայթին, չէ՞ որ դուք հետիոտների համար խոչընդոտ եք անում։ Հիմա ստեղ վարորդներ, հա, ստեղ մեքենա մտնում դուրս գալիս։ Անգլիս մեքենայի մտել դուրս գալը թույլ չի տալիս, ձեզ կանգնել եւ խոչընդոտել հետիոտների անցու դարձին։ Ես 20 հնարավորություն չունեմ, վրա գրում եք որպես ինչ, ես ընդեմ մայթ չեմ տեսնում, աջանեք ջան։ Չգիտեի, ցավը տանը։ Այդ կտրվում է, հստակ ավտոները գալու մտնում են։ Բարեբախտաբար այստեղ գոնե վարորդները տեղում էին եւ մեքենան ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու կարիք չեղավ։ Իսկ ահա Արշակունյաց պողոտայի այս հատվածում մի քանիսը իրենց մեքենային այդպես էլ չհասան։ 1958 Kia վարորդ, մոտեցեք ձեր մեքենային։ 8400 Bravo-ի վարորդ, մոտեցեք ավտոմեքենային։ Որոշակի ժամանակահատված չկա, որ ենթադրենք այդ ժամանակը սպասենք, մինչև վարորդը գա։ Եթե չի մոտենում, ասենք մենք արդեն չենք կարող սպասել, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ժամանակահատվածին, այդպիսի բան չկա։ Էվակուատորը քշեք։ Լավ է վարորդը ժամանակին եկավ ու կարելի ասել փրկեց մեքենան տուգանայինից, իսկ Հոնդայի վարորդն այդպես էլ չհայտնվեց։ Շատերի զայրույթն օրինակ պայմանավորված էր նաև սեփական բիզնեսով, եթե չկայանեն մայթին, ապա տվյալ հատվածի խանութներից օգտվողներ գրեթե չեն լինի ու պնդում էին, որ այս հատվածում կայանումն արգելվող որևէ նշան չկա։ Հետաքրքիր է, որ նույնիսկ ոստիկանների ներկայությունը այս վարորդին հետ չպահեց խախտումից։
Մայթերով երթևեկելու համար, մայթերի վրա կանգար կայանում կատարելու համար համապատասխան նշան չի լինում։ Օրենքի մեջ, կանոնների մեջ գրված է, որ երթևեկությունը մայթերով կայանելը մայթերի վրա արգելված է։ Տարածքն արդեն մաքուր է ու հավանաբար կծառայի նպատակին։ Խանջյան փողոցի այս հատվածում իսկական իրարանցում է, բայց դեռ վարորդները գլխի չէին ընկել ինչ է կատարվում։ Ըստ իրենց մեքենաները չեն խանգարում հետիոտնին, դրա համար են կայանել։ Մի մասը զարմացած է, որովհետև երկար ժամանակ նույն տեղում է կայանել, բայց առաջին անգամ է լսում տուգանքի մասին։ Բեմ հանող չի եղել, մի հասկացանք, զգուշացրիր չկայնենք։ Իշն ասած մտա պետք է ստեղ կայնեի, ասեցին ստեղ կայնի, ստեղ կայնեցի։ Ով ասեց։ Ստեղ մեկ մարդ էր կայնած, այդպես ռեգի դրոց։ Դուք եք ղեկավարում ես մեքենան, դուք պետք է պատահող լինեն իմանալ ստեղ կարելի է թե ոչ։ Պարկովում ինչ որ մեկը կա, որ ասում է այգեք ստեղ կայնեք կամ այնտեղ կայնեք։ Փորձել ենք կայանենք այստեղ, որ գոնե հետիոտներին չխանգարի։ Սա որտեղ որ կայանված է ձեր մեքենան, որպես խախտում, դուք տեղյակ եք որ դա խախտում է։ Չէ։ Ահա թե ինչն է շփոթության պատճառը։ Իսկ օրենքի չիմացությունը բնականաբար վարորդին չի ազատում պատասխանատվությունից։ Արդեն սխալմունք է, խնդրեմ, վճարովի ավտոկանգար։ Վճարովի ավտոկանգարը ոնց է որոշում են։ Կան հատուկ հատկացված տարածքներ, որոնք վարձա վճարով են։ Մենք քաղաքացիներս պետք է հստակ իմանանք, սա վճարովի մասն է, թե ոչ։ Երթևեկելի մասին մենք չենք խոսում, մայթի մասին ենք խոսում։ Այսի համարվում է մայթ։ Մենք համարենք մայթը, ինչ համարենք, մայթը երթևեկելի մաս, ինչ համարենք սա։ Հատվածը, հա ինչ համարենք են հատվածը, մենք այլավ որտեղ անձորդներին չի խանգարում։ Կարող է անձորդին ընդհանրապես չխանգարի։ Օրենքով սահմանված եթե չեմ սխալվում, կարգը տենց է։ Կանվում են դեպքերը, որ ճանապարհն է խախտում։ Մի խումբ բաղադրիչներ ունի, չէ՞։ Իհարկե։ Գազոնային մաս, երթևեկելի մաս, մայթային մաս, հիմա ես հարց եմ տալիս։ Սա մայթ ինչ է որպես որ մասն է ճանապարհի, որ բաղկացուցիչ մասն է։ Մայթա, երթևեկելի մասա։ Չէ, մայթա։ Մայթա։ Ես ինչ եմ ասում։ Նույն բանը չեմ ասում։ Մեկ այլ դեպքում վարորդին թյուրիմացության մեջ էր գցել ոստիկանության աշխատակիցը, թեև վաղուց էր մեքենան այստեղ կայանել։ Իհարկե ոչ մեկը չի ուզում ընդունել իր սխալը։ Ես ես 5 տարի այստեղ աշխատում եմ, ես միշտ եմ մեքենան կանգնացրել։ Տարվա մասին չի խոսքը։ Էս ընդհանրապես մայթա։ Եթե սա մայթա, հետևաբար չի կարելի։ Համաձայն եմ, բան չունեմ ասելու, ասում եմ ուղիղ 10 րոպե առաջ ձեր գործընկերը ասեց այնտեղ կարելի է։ Խելոք կանգնեցիք։ Բանը գործ չունեն, էսի մայթ է, էսի ֆրախոտ է։ Քիչ չեն դեպքերը, երբ հետիոտնը վրաերթի է ենթարկվել հենց մայթին։ Պատկերացրեք, ոսկու շուկայի դիմացի մայթն է, որը 95%-ով փակ է։ Այստեղով գրեթե անհնար է անցուդարձը, ինչը երևում է չի հետաքրքրում մեքենատերերին։ 10277 կան։ Կանչում եք, չկա։ Անիմացը 4 օր կանչում եք։ Ծանոթները էվակուատորը տեսնելուն պես մեքենայատիրոջը հեռախոսով լուր տվեցին, որ հիմա անմիջապես գա, ինչպես եւ մյուսները րոպեներ անց մեքենան հեռացրեց մայթից։ Արդեն մոտ 40 րոպե է անցել, բայց այս մեքենայի վարորդը չկա ու չկա, մեքենան ստիպված էին տարհանել, չնայած վարորդը շնչակտուր հասավ, բայց արդեն ուշ էր։ Նույն խախտումները նաև Վարդանանց փողոցի մայթին են, մինչև մեր տեղ հասնելը պարզվեց վարորդը հրաժարվել է փաստաթղթեր ներկայացնել, պնդելով, որ տարիներ շարունակ այստեղ է կայանել։ Ամեն դեպքում ես իմացա, որ այստեղ ոչ միայն օրենքում նաև հետևելու են, որ չկայնի, ես էլ ուրախ եմ, որ այստեղ չկայնի, որտեղ որ 3 անգամ էլ ես եմ այստեղով անցնում գնում։ Նույն փողոցի մայթին կայանած այս մեքենայի վարորդը եւս օրենք է խախտել։ Լսելով համարանիշը եկել է մեքենան մայթից հեռացնելու, ինչպես բոլոր իրավախախտումները սա էլ բնականաբար պետք է նկարահանեինք։ Ամեն բան կարգին էր, բայց երբ ոստիկանը փաստաթուղթ պահանջեց, պարզվեց վարորդական իրավունք չունի։ Ավելին, մեքենան իրենը չէր։ Վարելու իրավունք չունեք, վարելու իրավունք չունեմ։ Ինչպես եք վարում։ Իսկ բա ինչ անեմ, որ մարդը խնդրում է, թողեմ ստե մեքենա։ Էլ չգիտեր ինչպես արդարանալ, Զայրույթը որոշեց թափել մեր նկարահանող խմբի վրա։ Եթե ձերը չի ինչ հիմունքներով եք դուք վարում։ Ցավտանում խնդրել են աղբորպես էսի անտիկ մի հատ առանց ասում եմ ձեզ կնկարեն ու ձեզ ցույց կտան մի արա։ Ես տեղի
աշխատում, քուրիկ ջան։ Մի արեք, որովհետև ձեր գործը ինձ նկարահանելը չի, ինձնից իրավունք ունեք դուք նկարահանեք ինձ։ Դուք իրավունք ունեք։ Էսի անջատի ապեր ես լավ գիտեմ էսի ինչա։ Ես ձայնագրող ռեժիսորն եմ այս քաղաքի գլխավոր, եթե ձեզ հետաքրքիր է։ Այն, որ նկարահանումներից տեղյակ էր, դա լավ է, բայց ավելի լավ կլիներ իմանար, որ մայթին կայանելը խախտում է։ Հեսա կգրենք ու կտեդվող խոսանք։ Մի արեք էդի անջատի բրա, թե չես այդ նյութը ասում, այդ կամերան ասում, հաստատ պատկերն։ Տարօրինակն այն է, որ կանչեց իր գործընկերներին, մեկը տեսախցիկով, մյուսը հեռախոսով, սկսեցին նկարել մեր աշխատանքը։ Ես իմ աշխատանքն եմ անում, դուք ձերն եք։ Ես էլ իմ կայֆերն եմ վարում։ Ես իրավաբան եմ, որը քաղաքացի է եւ ներկայացնում եմ տվյալ երկիրը, օքեյ։ Մի քիչ հանգիստ խոսեք եւ ես բեսամ հանգիստ եմ խոսում եւ ընդհանրապես ձեր հետ կապ չունեմ։ Ամեն դեպքում ով է եւ ինչից է լավատեղյակ դեռ չխաղաց։ Մյուսների նման մեքենան տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հերմինե Բաղդասարյան, Հովանես Չափարյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Այն, ինչի մասին խոսեմ, պետք է բարձրացնի մարդկանց զգոնությունը։ Միավ վարակակիրների եւ ձիաով հիվանդների թիվը Հայաստանում աճել է։ Ի հետևանք ավելացել են նաեւ մահվան դեպքերը։ Ընդ որում միավ վարակի եւ ձիայի բոլոր դեպքերի ավելի քան կեսը ավելացել է վերջին 4 տարում։ Իսկ հաշվառումը կատարվում է 1988 թվականից եւ հենց սկզբից գրանցվել է ձիայից մահվան 277 դեպք, որոնցից 46-ը կին, 5-ը երեխա։ Փորձենք հասկանանք, թե ինչ է թաքնված այս թվերի հետևում։ Նախ ասեմ, որ դրանք ամբողջությամբ չեն արտացոլում իրական պատկերը։ Բանն այն է, որ միավ վարակի դեպքերի թվի աճը պայմանավորված է նաև լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնմամբ, ինչը նշանակում է, որ նախկինում վարակակիրների թիվը շատ ավելին է եղել, քան ներկայացվել է։ Այդուհանդերձ վարակակիրների մոտ 70%-ը ուշադրություն տղամարդիկ են։ Ճիշտ է, ստույգ վիճակագրություն չկա, բայց պատկառելի թիվ են կազմում այն տղամարդիկ, ովքեր մեկնում են արտագնա աշխատանքի եւ գումար բերելու փոխարեն վարակ են բերում։ Ավելի սարսափելի վիճակագրություն էլ կա։ Աճել է նաև համասեռամոլ վարակակիրների թիվը։ Իսկ սա վկայում է այն մասին, որ գոնե մինչև վերջերս ավանդապաշտ համարվող Հայաստանում զգալի ավելացել են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողները։ Ավելացել են նաև, ինչպես ասում են, ասեղին նստած թմրամոլ վարակակիրները։ Ընդհանուր առմամբ այդ եղանակով հիվանդությունը շալակածները կազմում են ընդհանուր թվի 37%-ը։ Ընդունում եմ, որ վարակակիրների նշածս խմբերին կարելի է հատուկ անդրադառնալ, նաև այն տեսանկյունից, որ դրանց միջոցով առանց չափազանցության որոշակի պատկերացում է կազմում ազգաբնակչության մասնավորապես բարոյահոգեբանական վիճակի մասին, սակայն մարդկանց շրջանում դեպրեսիվ տրամադրություններ չստեղծելու համար դա չենք անի։ Միայն նշեմ, որ թեման ուսումնասիրելիս Նելի Հարությունյանը մի շարք ուշագրավ բացահայտումներ է արել, որոնք կներկայացնի հաճույքը վճարվում է կյանքով տեսանյութում։ Խոպանից վերադարձող ամուսնուն գրկաբաց ընդունելուց առաջ մի պահ մտածեք, գուցե նա իր հետ բերել է ոչ միայն ամիսների կամ տարիների վաստակը, այլև այդ ընթացքում ձեռք բերած հիվանդությունը, վարակիչ եւ ամենավատը, անբուժելի։ Տեղեկացված զույգերը կամ պարզապես զուգընկերներն անմիջապես կկռահեն, որ խոսքը ձիահի մասին է։ Մեր օրերում, երբ միավ ձիահի մասին տեղեկատվությունն ամենուրեք է եւ հիմնականում աչալուրջ երիտասարդները վաղ տարիքից են ծանոթանում դրանից պաշտպանվելու միջոցներին, թվում է թե պարզամտություն է շեշտելը, որ հատկապես զգոն պետք է լինեն ամուսնացած տղամարդիկ։ Քանի որ նրանց կանայք հայտնվում են անմիջական վտանգի տակ, իսկ այդ դեպքում նրանց ապագա սերունդը ևս։ Միավ ձիահի կանխարգելմամբ զբաղվող կազմակերպությունները իրենց այցելուների հետ նույնիսկ կարճատև զրույցից հետո հասկանում են, որ կանխարգելիչ միջոցառումների մասին կրկին ու կրկին զգուշացնելը ամենևին էլ պարզամտություն չէ։ Բոլորը կարծում են, որ դա իրենց չի վերաբերվելու, իրենց շրջանցելու է եւ այլն եւ այլն։ Դրա համար բախվում են այդ խնդրի հետ, նոր հասկանում են, որ չէ, դա կարող էր նաև իրենց վերաբերվել, սակայն արդեն ուշ է։ Վերջին 1-2 տարվա վիճակագրությունը հավանաբար կստիպի գոնե մի պահ վերանայել կենսակերպն ու առհասարակ արժևորել կյանքը։ Կստիպի գիտակցել, որ ձիահը վաղուց արդեն հեռավոր Աֆրիկաների ու ազատամիտ Եվրոպաների խնդիրը չէ միայն, այն նաև մեր կողքին է։ Հայաստանում 88-ից 2012 թվականներին գրանցվել է 1359 միավ վարակագիր, 228-ը միայն անցյալ տարի։ Սա առավելագույն ցուցանիշն է բոլոր ժամանակների համեմատությամբ։ 682 միավ վարակագրի մոտ ախտորոշվել է ձիահ, որից 167 կնոջ եւ 11 երեխայի։ Սրանցից 124 դեպքը կրկին անցյալ տարվա իրողություն է։ Միավ վարակի դեպքերի մեծ մասը գրանցվել է Երևանում։ Թվային ցուցանիշներով մայրաքաղաքին հաջորդում է Շիրակի մարզը, ապա Լոռին ու Արմավիրը։ Ամենամեծ տարածումը, եթե բացարձակ թվերով ենք նայում, դա Երևանն է, բայց եթե մենք վերացում ենք 100,000 բնակչի հաշվով, այստեղ
Լոռու եւ Շիրակի մարզը արդեն առաջ են ընկնում։ Այս տարվա մասին հուլիսի 31-ի տվյալով մեր երկրում գրանցված միավ վարակի դեպքերը հասել են 1506-ի։ Մինչդեռ միավ ձիահի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում այս վարակով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կրկնակիից ավելի է՝ մոտ 3500։ Այո, ունենք աճ։ Աճը պայմանավորված տեղեկատվության մակարդակի բարձրացմամբ։ Մարդը դիմում է պոլիկլինիկա, ասում է, գիտեք ինչ, ես ջերմություն ունեմ, տենդ ունեմ, չի անցնում։ Սա պատրաստված բուժաշխատողին հուշում է, պետք է բացառվի նաև միավ վարակը, եւ նա ուղղորդում է, մի հատ էլ հետազոտվեք միավի վերաբերյալ։ Մի բան էլ կա, որը շատ տարածված է մեր արտաքին աշխատողների շրջանում, նրանք ունենում են հարաբերություններ ասեք ամուսնացած կանանց հետ կամ կանանք, որոնք աշխատում են սննդի օբյեկտում կամ բուժաշխատող են եւ նրանց մոտ կարծիք կա, որ եթե նրանք այդտեղ են աշխատում, ուրեմն ստուգված են կամ նրանք չեն ունենում այլ հարաբերություններ եւ ցավոք սրտի հենց նման հարաբերությունների շնորհիվ են նրանք ավելի շատ մենք դեպքեր ենք ունենում, քան թե պատահական ասենք մարմնավաճառների հետ հարաբերությունները։ Վերջին 4 տարում Հայաստանում գրանցված միավ վարակակիրների կեսից ավելին մասնագետների կարծիքով վարակվել է արտերկրում, հիմնականում Ռուսաստանում եւ Ուկրաինայում։ Միայն 2012-ին գրանցված հիվանդների 61.8%-ը արտերկրում վարակվածներն են, 20%-ը նրանց զուգընկերները, այսինքն 80% դեպքերում արկա է հենց միգրացիայի գործոնը։ Միավ վարակակիրների 56%-ը ախտորոշման պահին եղել է 25-ից 39 տարիքային խմբում, այսինքն ակտիվ վերարտադրողական հասակում։ Հստակ փոխանցման ուղիները կան, սեռական ճանապարհով արյան եւ մորից երեխային եւ կա հստակ պաշտպանման մեխանիզմ։ Եթե մինիմալ ինչ-որ գործողություններ իրականացվի, ապա մարդ չի վարակվի։ Հայաստանում շատերն են լսել սպիդի մասին, սակայն միավ ձիահ սեռավարակին հատկապես մարզերում քիչ են ծանոթ կամ առհասարակ ծանոթ չեն։ Մեր երկրում իսկապես կան մարդիկ, ովքեր տեղյակ չեն, որ սպիդն ու ձիահը միևնույն հիվանդությունն է։ Մենք որպեսզի հիվանդներին միանգամից շատ չվախացնենք, սպիդ բառը, որտեղ ով լսում է սպիդ, ինքը միանգամից շատ է վախեն։ Հայերեն ենք սկսում խոսալ։ Միավ վարակ հիվանդությունով այս որը բերումա ձիահի, հետո կամաց իրան բացատրում են, որ դա այն հիվանդությունն է, որ ինքը լսել է։ Պատահական սեռական հարաբերություններ, օգտագործված ներարկիչով ներարկում, հեպատիտ B-ի եւ C-ի ախտորոշում, մի փոքր էլ անուշադրություն եւ միավը պատրաստ է։ Այս պատճառներից մեկն էլ հիմք դարձավ, որպեսզի 26-ամյա Կարենը արտագնա աշխատանքից վերադառնա արդեն վարակված։ Ես Ռուսաստանից եկա, մի ամիս է հետևի, ջերմություն ունեի, զգում էի, որ ինչ-որ բան ինչ էլի մեծ։ Գնացի բժիշկի, անալիզներ հանձնեցի։ Սա նորմալ է պատասխան մեր անալիզների, բայց մի հատ ծանոթ բժիշկ կա, ասեց մի հատ էլ սպիդի կենտրոն տալիք ձեր անալիզները։ Գնացի տվի, պարզվեց, որ սպիդով վարակված եմ։ Հիմա հասկանանք ինչ է կատարվում մեր տղամարդկանց սիրելի Խոպանատեղիում, Ռուսաստանում։ Կրկին թվեր, որոնք մասնավորապես խոպանչիների ուշադրության կարիքն ունեն։ Այսպես, Ռուսաստանում միավ վարակը մի շարք կազմակերպությունների գնահատականով վերահսկողությունից դուրս է եկել։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արևելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանին եւ Ուկրաինային բաժին է ընկնում այս հիվանդության գրանցված դեպքերի 90%-ը։ 2011-ին ՄԱԿ-ի տվյալով վարակակիրների թիվը հասել է 1.3 միլիոնի, աճը կազմել է 30%, եւ սա միայն անցած 3 տարում։ Ներկայում Ռուսաստանում ամեն տարի ձիահից մահանում է 75000 մարդ։ Միջազգային որոշ պարբերականների գնահատականով վարակի տարածման տեսանկյունից Ռուսաստանում վիճակը շուտով կարող է լինել ավելի վատ, քան Աֆրիկայում։ Մինչև որ գլխով չհասնի, ինչ ենք պատկերացնում, դա ինչ է իրականում, ինչ է ինքը իրանից ներկայացնում է սպիդը։ Ռուս աղջիկներն էս խմած կլնես, ոչ բանը մասին չես մտածում, դե ընկերներով հավաքում եք գնում եք, աղջիկա, ռուս աղջիկա, գիտես, պատահում է, էլի։ Հիվանդությունը ունի բավական երկար թաքնված անախտանի շրջան, որը միջինում տևում է 8-ից 10 տարի։ Մարդը ունի միավարակ, մարդը կարող է միավով վարակել առողջ մարդուն, բայց ինքը ոչ մի ախտանշան չունի։ Իդեպ տվյալներ ռազմավարական եւս մի հարևանի մասին։ Վերջին 2 տարում Իրանում սեռական ճանապարհով ձիահով վարակվածների թիվը աճել է 33%-ով։ Մինչև 2011-ը այդ թիվը չի գերազանցել 12%-ը։ Պաշտոնական տվյալով վարակվածների թիվը 100,000 է, որից գրանցված են միայն 27,000-ը։ Այսինքն վարակվածների 75%-ը չի էլ ենթադրում իր հիվանդության մասին։ Իսկ հիմա եթե հաշվի առնենք, թե որտեղ են ամենից հաճախ նախընտրում ամառային հանգիստն ու ժամանցը անցկացնել իրանցիները, ավելի պարզորոշ կուրվագծվի Հայաստանում միավ ձիահի տարածման գորշ պատկերը։ Միավ վարակը դա առողջ մարդու խնդիրն է։ Առողջ մարդը պետք է իմանա ինչ է անում եւ ինչքանով է վտանգավոր իր միավով վարակվելու հավանականությունը։ Ոչ թե միավով վարակված մարդիկ են բոլորին վարակում, այլ առողջ մարդիկ վարակվում են։ Որպեսզի վաղ հայտնաբերվի, պետք է մարդիկ ուղղակի նրանց մեջ մտնի մշակույթ
վաղ հետազոտվելու։ Ձիահի կանխարգելման հանրապետական կենտրոնին զուգահեռ դարի հիվանդության տարածման դեմ են աշխատում նաև այս բնագավառում մասնագիտացած հասարակական կազմակերպությունները։ Նրանց աշխատանքը ավելի շատ ուղղված է հասարակության ավելի խոցելի խմբերի աջակցմանը, որոնք նաև ամենամոտն են վարակի տարածման ակունքներին։ Ասենք կոմերցիոն սեքսով զբաղվող կանայք, թմրամիջոց օգտագործողները, ասենք տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ։ Նրանք զգալով այդ խտրական վերաբերմունքը հասարակության կողմից ցանկանում են թաքնվել։ Նրանց մոտ շատ ավելի մեծանում է միավոր վարակվելու եւ այդ վարակը տարածելու հավանականությունը կա։ Ախտորոշվելու համար այնուամենայնիվ անհրաժեշտ է լինելու այցելել հանրապետական կենտրոն, որտեղ եւս որոշակիորեն գաղտնիության սկզբունք է գործում։ Այստեղ ախտորոշվողը գրանցվում է ոչ թե իր անունով, այլ հատուկ ծածկագրով։ Հայաստանի Հանրապետությունում բուժումը անվճար է տրամադրում եւ ոչ միայն բուժում, ընդհանրապես հետազոտություն, ախտորոշում, բուժում։ Կարևոր է իմանալ, որ միավ ձիահը թեև անբուժելի է, բայց ոչ միշտ է դառնում մահվան դատավճիռ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջին հաշվարկով ճիշտ կենսակերպը, անհրաժեշտ բուժումը կյանքը կարող են երկարաձգել ընդհուպ 38-ից 40 տարով։ Մեր հիվանդները, որոնք երկար ժամանակ ստանում են, նրանք առողջ են, ապրում են, աշխատում են։ Սովորաբար մարդկությանը հայտնի գրեթե բոլոր հիվանդությունները անսպասելի են ծագում, եւ գրեթե միշտ դրանք կանխարգելումը մարդուց կախված չէ։ Սակայն ձիահը այն եզակի հիվանդություններից է, որից խուսափելը համարյա 100%-ով կախված է մարդու։ Մի քիչ տեղեկացվածություն, պարզ կանոնների պահպանում եւ կարելի է իսկապես մտածել, որ ձիահը ձեզ հաստատ կշրջանցի։ Հարկավոր է օրինակ խոպաններում ոչ մի դեպքում չկորցնել գլուխը անգամ ամենաանդիմադրելի կրքի առջև, բայց արի ուտես, որ գործնականում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Պարզ է ու միանշանակ միայն այն, որ անզգուշության համար վճարելու եք կյանքով։ Ձեր մտերիմները գուցե նույնպես։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Հովանես Չապարյան, Սուրանկյուն։ Մի երացեք գովազդը կարճ է լինելու։ Սա ուշկու միտքը ոստիկանության ջահել տղերքն են։ Քեզի պետք է այդ քալին դիմում ես ջահել աղջիկ ես։ Տեսնում եք առյուծ տղերքը ինչպես են վերածվում փափկամազ փիսիկի։ Ամեն մարդ չի կարող Porsche քշի, ինչքան էլ Porsche լինի։ Ապա այդ տեղը կալենդարն է դրել 2013-ի։ Իրեն լավ տղուտեղ է դրել, փորձում էր խոչընդոտել աշխատանքը։ Ձեր է տեր որ քֆուրա տալի։ Կրակը մարելուց հետո գոնը մի քանի ռուլոն թուղթ կմնար, այլ ոչ թե մոխիր։ Այս տեսակ սպանություն Ստեփանավանցիները չէին տեսել վերջին տարիների ընթացքում։ Ասում չվախենաս, որ տենաս։ Ստրելան սրել ու ողջագուրվել է Գալաբոգ Ֆորդին։ Արա, էսի փորձանքա։ Տեսնում եք այս պսակը, այն տեղադրվել է մի քանի օր առաջ։ Չհաջողվեց փրկել նաև Ղազախի կյանքը։ Դա դանակով կդրին վեշի թոն գնի։ Փոխադարձ անվստահության ու կասկածի մթնոլորտում հավանության չեն արժանանում ամեն տեսակի ծրագիր ու նախաձեռնություն, նույնիսկ եթե դրանք ի սկզբանե բարի են։ Մարդկային ագահության, հնչակախտության, պաշտոնական դիրքի չարաշահումների առանձին դեպքերը խորը ազդեցություն են թողնում հասարակության հոգեբանության վրա։ Եվ մարդն ակամա սկսում է չհավատալ, թե ղեկավար փոքրիկ պաշտոն զբաղեցնողը կարող է համայնքի համար ինչ-որ լավ բան անել։ Ղեկավարն էլ տեղեկանալով իր նկատմամբ այդ աստիճան անվստահությունը հասկանում է, որ համայնքն իրեն չի վստահում, իր մասին միայն վատն է մտածում, իր ամեն գործի ու ծրագրի մեջ միայն վատն է փնտրում եւ գործի է դրվում համարժեք արձագանքի սխեման։ Փոքրիկ ղեկավարը, որը հնարավոր է մինչ այդ բարի ու ազնիվ մարդ էր, դառնում է այնպիսին, ինչպիսին իրեն տեսնում է համայնքը՝ ստոր, ագահ, ընչաքաղց ու գող։ Սա հավի եւ ձվի առաջացման հարցի նման է։ Սոցիոլոգները տակավին չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչ փոխազդեցության մեջ են գտնվում վատ արարքն ու հասարակական կարծիքը։ Որն է որի պատճառը՝ վատ արարքը վատ կարծիքի, թե վատ կարծիքը վատ արարքի։ Եթե շրջապատում բոլորը կարծում են, որ այսինչ մարդը վատ որակներ ունի, ապա նա սկսում է ջանալ ապացուցել հակառակը։ Բայց կասկածի, քծնանքի եւ արհամարանքի տակ հնարավոր չէ լավ ու բարի գործեր անել։ Եվ մարդն ինչքան շատ է ջանք թափում, որ մաքրի իր անունը, այնքան մեծ սխալներ է անում եւ ավելի խորացնում իր մասին ձևավորված վատ կարծիքը։ 1-2 դարը պարտությունից հետո փոքրիկ պաշտոնյան հուսահատվում ու դադարում է պայքարել իր բարի անվան եւ ինքնասիրության համար։ Այդ ժամանակ նրա փոքրիկ ուղեղում ծնվում է հռետորական հարցադրումը. ում համար անեմ, եթե իմ լավ գործերը չեն գնահատում։ Ու դրանից հետո նա հաշտվում է այդ դերի հետ, որն իր համար ու իր փոխարեն սահմանել է համայնքը։ Այսինքն դառնում է եսասեր, ագահ, կաշառակեր, խաբեբա ու գող։ Սա չի նշանակում, որ փոքրիկ պաշտոնյան մեղավոր չէ, որ վատ է աշխատում եւ ապօրինություններ է անում։ Եվ համայնքն էլ ամենևին մեղավոր չէ, որ այդպես է մտածում իր համայնքապետի մասին, քանի որ այդ կարծիքը հիմնավորող հավաստի ապացույցներ կան։ Այս իրավիճակում օրինաչափորեն սրվում են ավականու եւ համայնքապետի միջև հակասությունները, որոնք երբեմն ուղեկցվում են զավեշտալի պատկերներով։ Գևորգ Էմինտերյանը իր հերթական պամֆլետում անդրադարձել է գյուղի կառավարման խնդիրներին, գյուղացի գյուղապետ կոնֆլիկտին։ Այն վերնագրել ենք
հողեղեն, հողոտ, հողացին։ Հայաստանը յուրահատուկ երկիր է, ու գլխավոր յուրահատկությունն այն է, որ այստեղ ապրում են յուրահատուկ մարդիկ։ Արտաքուստ իհարկե շատ չի երևում այդ յուրահատկությունը։ Այստեղ ապրող մարդիկ միջահասակ են, մազոտ, մեծ քիթ ունեն, տղամարդիկ շուտ ճաղատանում են, կանայք երեխա ունենում։ Մարդկանց յուրահատկությունը նրանց ներսում է։ Նրանք բոլորը թագավորներ, նախագահներ եւ վատագույն դեպքում գեներալներ են։ Այս երկրում յուրաքանչյուրը գիտի, թե որ երկրի հետ ինչ է պետք անել, ինչպես է պետք զարգացնել տնտեսությունը, անարդարությունը վերացնել։ Ճիշտ է, սովորաբար քայլերի կոմբինացիան մեկ կամ երկու որոշում է ենթադրում, բայց չմոռանանք, որ հանճարեղությունը պարզության մեջ է։ Բայց դա էլ մի բան չէ։ Ինչքան շատ ես իմանում, այնքան շուտ ես ծերանում, ասում է այդ ժողովուրդը, եւ ծննդատաններից տուն տանում արդեն ծերացող իր նորածիններին։ Ամեն ինչը մի կողմ, սոցիալական պայմանները, օրենքների անկատարությունը, ապրանքների գները։ Այս ժողովրդի ամենամեծ թշնամին հրամանատարական, ռազմավարական իր խելքն է։ Ճիշտ է, թվում է, թե չօգտագործումից պետք է այդ խելքը ժանգոտեր, բայց քանի որ ժողովուրդը յուրահատուկ է, գործում են շատ յուրահատուկ օրենքներ։ Ու խելքն ինչքան չես օգտագործում, այնքան փայլում է իր սրությամբ, ճիշտ քաշնազարի թրի պես։ Ափսոս իհարկե, որ աշխարհը չի հասկանում այս խելքի բացառիկությունը, եւ ասենք մի 200 միլիոն չինացի կամավոր չի հպատակվում 2 միլիոն հային, չհասկանալով, որ դա է երջանկության եւ կատարելության հասնելու միակ ճանապարհը։ Ու այդպես չհասկացված, բայց հանճարեղորեն պարզ ու իմաստուն այս ժողովուրդը իրերի նման դերությունից ավելի է դժբախտանում ու իմաստնանում։ Սակայն ամենամեծ ողբերգությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ միայն Նապոլեոններից կազմված ժողովրդի հերթական գեներալիսիմուսը մի փոքրիկ պաշտոն է ստանում ժեկի պետ կամ գյուղապետ։ Սա իհարկե մի աշխարհացած ողբերգություն է, որտեղ նույնիսկ Շեքսպիրն անելիք չունի։ Պատկերացնում եք մարդը, ով պետք է միլիոնների ղեկավար էր, առաջնորդեր, դառնում է մի 1000-2000 բնակիչ ունեցող գյուղի ղեկավար։ Ինչ պիտի անի նման մարդը, ուրիշ ազգ լիներ, գուցե ինքնասպան լիներ ճակատագրայի թեգնանքից, բայց հայ իմաստուն է։ Նա գիտի, որ եթե գյուղապետ դարձավ, գուցե տարածաշրջանային առաջնորդ էլ դառնա, ու լցվում է գործի։ Դե գործն էլ մի ջրագիծ պետք է լինի մի մշակույթի կամ կենցաղի տուն։ Հո այն բյուրբյուրավոր, ինչ որ մանր-մունր հիմար ռասաներից կազմված բանակների տեղաշարժը չէ, որ պետք է լիներ։ Հիմա ինչ անի խեղճ առաջնորդը։ Մի 5000 տարի առաջ լիներ, իր արձանը կդներ գյուղում, կասեր ես ձեր աստվածն եմ, զոհեր մատուցեք ինձ։ Բայց հիմա այնքան հիմար դարաշրջան է, որ նույնիսկ այդ փոքրիկ սփոփանքները չկան։ Ու ինչ է մնում։ Մնում է մտածել, թե ինչպես մի քիչ փող հետ գցել արքայական արյան խաղաղ ծերության համար։ Ու այդ ժամանակ ինչ որ մանր-մունր համագյուղացիներ հաշվետվություն օրենք են պահանջում։ Դո այ մահկանացուներ, այ մժեղներ, գլուխները դեք կորցրել։ Չեք վախենում, որ Զևսը կջղայնանա։ Այստեղ Զևսը մոռանում է, որ իր առջև բոլոր կանգնածները եւս աստվածներ են, իսկ որտեղ ինքը ապրում է, ոչ թե Պառնասն է, այլ մի հասարակ գյուղ, Լեռնարոտ անունով։ Գևորգ Էմինտերյան, Սուրանկյուն։ Անցած շաբաթ հանրապետությունն ու մասնավորապես Լոռու մարզը ցնցվեցին հետևյալ դեպքից։ Ստեփանավանի բնակիչները մոտ 1 շաբաթ անօգուտ փնտրում էին 38-ամյա Ալեքսանդր Կլիմովին։ Եվ սեպտեմբերի 3-ին ոստիկանությունը բացահայտեց առանձնակի դաժանությամբ սպանությունը։ Անհավատալի է, բայց հեղինակը 22-ամյա Հեղինե Գալստյանն է, որը հասցրել էր դանակի 5 եւ կացնի 3 հարված։ Հետո 15-ամյա մի աղջկա հետ դիակը տեղափոխել Տամբակում գտնվող արեստանոց եւ թաքցրել նկուղում։ Պատճառների մասին կտեղեկանաք հաջորդիվ։ Միայն նշեմ, որ Գալստյանի որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ դատական նիստը հասկանալի պատճառներով տեղի է ունեցել գիշերը։ Մեկնաբանությունները ավելորդ են։ Բազմիցս հայտարարվել է եւ այդ մասին խոսել է նաեւ երկրի նախագահը, որ ՇՔ խմբով երթևեկելը խստիվ արգելվում է։ Եթե հիշում եք, ոստիկանության մի քանի շրջայցից հետո որոշ ժամանակ շատերը հրաժարվեցին սեփական կարգավիճակ ընդգծող, բայց ցուցամոլության եւ գավառամտության վառ դրսևորումից ՇՔ խմբի արկայությունից։ Այս բառերը խիստ վերապահումով եմ ասում, հաշվի առնելով Բալզակի խոշոր ունեցվածքի հիմքում ընկած է հանցագործություն միտքը, ուստի ոմանց եւ որոշ դեպքերում ՇՔ խմբի արկայությունը պարտադիր է։ Այդուհանդերձ թիկնապահներին կարգադրել էին շրջել տաքսիներով կամ ընդամենը մեկ մեքենայով, նրանց ներկայացնելով որպես օֆիսի աշխատակիցներ։ Հիմա, մտածելով, որ որոշ ժամանակ է անցել ու երևի ամեն ինչ մոռացվել է, կրկին որոշել են սեփական կյանքը ապահովագրել հաստավիզների օգնությամբ։ Այս անգամ Երևանի ոստիկանությունում են հայտնվել գործարար Ռուբեն Գալստյանը, որն առավելապես հայտնի է Բենզին Ռուբո մականունով եւ նրա 01001 եւ 888 համարանիշի մեքենաներով շրջող 3 թիկնապահները։ Ինչպես երևում է, այս անգամ էլ են հաշվարկներում սխալվել։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը, դժբախտ պատահարներն ու ավտովթարները, Գագիկ Շամշյանի գավառամտության շքահանդեսը շարունակվում է տեսանյութում։
Հիմա որ ասեմ այս աղջիկը իր հետևից է ընկել, կասեն ասեց։ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ազանգ է ստացվում, որ մի աղջիկ փորձում է Կիևյան կամրջից ցած նետվել։ Օրվա հերթապահ Միքայել Աղաբեկյանի հրահանգով կամրջին են մոտենում ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի տեսուչները, որոնք 1 ժամից ավելի համոզում էին կներեք արտահայտությանս համար այս աքսելերատկային, որ հետ կանգնի ծայրահեղ այդ քայլից։ Քեզի պետք է այդ քայլին դիմում ես, ջահել աղջիկ ես, կյանքը դեմը տա։ Հավաքված քաղաքացիները հետևելով իրադարձություններին ասում էին, թե Շամշան ջան, դրա հակ ու կապից ու պահվածքից չես զգում, որ սրա ուշք ու միտքը ոստիկանության ջահել տղերքն են, բայց քցվողա ու ժողովուրդ ջան, ջահել տղերքը մի կերպ սրան դրեցին մեքենան ու ուղևորվեցին Մաշտոցի ոստիկանություն։ Իսկ թե իրականում ինչ էր ուզում կամրջից նետվել, հայտնել էր ջահել ոստիկաններին։ Իր աղբերն էլ նույն ճակատագրի ենթարկվել, ես էլ եմ ուզում նույն ձևի քայլեր դնեմ։ Մաշտոցի ոստիկանությունից նրան տեղափոխել են բժշկական փորձաքննության, ինչի արդյունքում էլ պարզվել է, որ գտնվել է ոչ սթափ վիճակում։ Այստեղ են ասում՝ գինին շառա, շառ։ Այ մարդ, այս ինչքան արդիական է, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտնի բազմանում են սրիկաները, բազմանում են խոսքը։ Տեստես քանի սերունդ են բազմանալու ու հələ ինչ է սրան ձեռը քաշելու ժողովուրդը։ Չգիտեմ, բայց որ սրանցից մեկը քաշվավ Երևանի ոստիկաններից, փաստ է։ Տեսնում եք ինչ չալաղաշ դեմքեր են։ Հասարակ մահկանացուների մոտ այռուց են կտրում։ Բայ մա էդ ինչ եղավ, ոնց եղավ, խի եղավ։ Ասեմ, քաղաքի քրեականը օպերատիվ տվյալ է ստանում, որ գործարար Ռուբեն Գալուստյանը, ով առավելապես հայտնի է բենզին ռուբո, թանգնոց Մերսեդեսով սուպեր տեսակի խաղեր է տալիս քաղաքում։ Իր հետևից էլ տանելով ոչ պակաս թանգնոց ջիպով ախրանիկներին։ Ու քրեականի տղերքը գործ են անցնում։ Տիգրան Մեծի պողոտայում նույն հասարակ մահկանացուների մոտ մի լավ խայտարակ անելով Տեր Թոդիկի օրինակով նրանց տեղափոխում են քաղաքի վարչություն։ Ու հիմա տեսնում եք առյուծ տղերքը ինչպես են վերածվում փապկամազ փիսիկի։ 001 մտի։ Տորմոզի գայստը։ Որթիվ ես։ 64։ Որդ ես ապրում։ Սարատուրը 30։ Իմացեք, որ եթե որևէ օլիգարխ, արտոնյալ կամ օրենքից իրեն վեր դասող որևէ մեկը կփորձի լավ տղու իմիջ ձեռք բերել, հայտնվելու է մոլորյալ գառնուկների վիճակում եւ նրան ոչինչ չի մնա, քան արտասանել մի ամլի գառի մասին բանաստեղծությունը։ Բազմանում են սրիկաները, բազմանում են։ Ժողովուրդը ճիշտ է ասում, որ ամեն մարդ չի կարող Porsche քշի, ինչքան էլ Porsche լինի։ Բա հիմա չասես Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան փոխարենը հետևեց, որ քաղաքը սպասարկող տրանսպորտային միջոցները ունենան ապա եւ ծեղզրման կտրոն, տղետ իրեն զգալով ինչպես ձուկը ջրում, իր Porsche-ի դիմապակուն կտրոնների փոխարեն փակցնում է 2013-ի կալենդար։ Ապա այդտեղ է կալենդարն ա դեր 2013-ի։ Այդ ամենը հլը հեչ, կծիծաղենք ու վերջ, բայց այս մեկը լրիվ վերջն է։ Նավասարդյանի տղան, 22-ամյա Դավիթը, Porsche տալիս է շողիկին ու համարելով, որ ծովն արդեն ծնկներից է, կեսգիշերային այցելություն են կազմակերպում քաղաքապետարանի դիմաց մումիա դարձած ակտիվիստներին, վիճաբանում, թքում նրանց վրա ու հեռանում, բայց այստեղ են ասում հեռանալից չանիծես։ Ակտիվիստների անեծքը հասավ ոստիկանություն ու Երևանի գահի տղերքը Մաշտոցի պողոտայից Դավիթին ու շողիկին բերման են ենթարկում կենտրոնականի ոստիկանություն։ Պարզվում է, որ երկուսն էլ գտնվել են ոչ սթափ վիճակում։ Շողիկն էլ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Ասա տնաշենի Դավիթ, ինչի էր քեզ դրել Սասնա Դավթի տեղ։ Իջներ ջրի հատակը, մինչև կանցներ վտանգը։ Չունի։ Սարալանջի նորակառույց ճանապարհից Վաղարշան փողոց ընկած հատվածում BMW X6 մակնիշի 40 OO 400 համարանիշի մեքենայի վարորդը բախվում է տաքսում։ Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորված չկային։ Ում ինչ փորձում է վթարի վայրում աշխատանքս կատարել, Infiniti մակնիշի վարորդը, որն իրեն լավ տղուտեղ էր դրել, փորձում էր խոչընդոտել աշխատանքս, բայց երբ ֆոտոխցիկս վրան պայեցի, գող կատվի նման ճողոպրեց։ Դերմը սելդ քշի գնաստից։ Ձեր է տեր որ քֆուրա տալի։ Կյանքդ մի պապ դու է։ Տեսնում եք այս վթարված Bordeaux X6-ն ու նրա համար եկած նույն մակնիշի եւ նույն թվերով սպիտակ X6-ը։ Սրանց վարորդները թեպետ Infiniti-ի վարորդի ընկերներն են անկեղծացան, թե ով էր այդ անասունը, չենք ճանաչում։ Շամշան ջան, ինչ լինում է ժեշտին լինի։ Դուք ու գործն ես անում։ Իսկ մենք խելոք սպասում ենք ապային։ Իսկ մեծն ապան, երևի իմանալով թե ինչ թվանոց մեքենայի մասին է խոսքը, մի քանի ժամ ընդհատակ էր անցել։
Ով է տեսել, որ անձեռոցիկների ու զուգարանի թղթի արտադրամասում առաջացած խոշոր հրդեհի դեմ պայքարող փրկարարների դեմ մենամարտի դուրս գան զուգարանաթղթատերերը։ Աչափնյակ վարչական շրջանի Բաշինջանյան փողոցում գործող այս արտադրամասում հրդեհ է բռնկվում եւ այն մարելու համար ժամանում են մարտական 4 հաշվարկ եւ 1 միավոր հատուկ տեխնիկա։ Պարզվում է, այս արտադրամասի տերերը ոնց որ սովետի ժամանակվա Բախշի միջի արտաքնոցներից օգտված լինեն, փոխանակ շահագրգռված լինեին ու Սամվել Ալեքսանյանի օրինակով մինչլանգ էլ իրենք բռնեին, լրիվ իրենց դրել էին լավ տղուտեղ ու չէին թողնում, որ հրշեջները աշխատեն, ճիշտ են ասում, ովին ճանի իրեն կանի, ու եթե չխոչընդոտեին հրշեջներին, կրակը մարելուց հետո գոնե մի քանի ռուլոն թուղթ կմնար, այլ ոչ թե մոխիր։ Ստեփանավանում տեղի ունեցած դաժան ու սահմռկեցուցիչ սպանությունը դեռ երկար ժամանակ կմնա խոսք ու զրույցի թեմա, քանի որ իր դաժանությամբ այս տեսակ սպանություն ստեփանավանցիները չէին տեսել վերջին տարիների ընթացքում։ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունն ու Ստեփանավանի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ քաղաքի միլիոններ կոչվող փողոցի տներից մեկում սպանություն է կատարվել։ Մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի կողմից ստեղծվում են օպերատիվ խմբեր։ Խմբերից մեկին հաջողվում է հայտնաբերել սպանողին, որը 22-ամյա Հեղինե Գալստյանն էր, իսկ մյուսին սպանվողին ավելի շուտ այն, ինչ մնացել էր 38-ամյա Ալեքսանդր Կլիմովից։ Հեղինե Գալստյանը առանձնակի դաժանությամբ սպանությունը կատարել էր ահա այն տանը, խոշտանգելով 38-ամյա տղամարդուն, դին տեղափոխել եւ վերել էին ահա այստեղ։ Ու սարսափելին այն էր, որ մեր տեղեկություններով 22-ամյա մարդասպան աղջիկը, երբ սպանության վայրում մատնացույց է արել ննջարանն ու դիակի թաքստոցը, ոստիկաններին սառնասրտորեն պատմել է դեպքի մանրամասները, մասնավորապես թե ինչպես է դանակի ու կասնի մի քանի հարվածներով սպանել Կլիմովին, հետո 14-ամյա Աննայի հետ դին կտրարտելուց հետո թաքցրել։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Ռուդիկ Մինասյանի միջնորդությունը բավարարեց, ու մուտանտ աղջիկը տեղափոխվեց կանանց գաղութ, իսկ անչափահաս Աննային էլ հանձնել են տատու հսկողությանը։ Այս են սարսափելի բաներ։ Միջև եկել եմ արդեն սա ինչ կան միլիցիա կապալից ասած ստեղնել է։ Հետո ինձ ասма չվախենաս, որ տենաս մեր լինաստի չէ, ինչ տեսել եմ, ինչ 7-6 օր անցելով ոչ ճանաչել ենք, ոչ էլ են Անայա էլի, ես չգիտեմ, որ նայա էլի։ Անգամ վթարի վայրում մեր ժողովուրդը չի կորցնում հումորի զգացումը։ Մանանդյան փողոցում տեղի ունեցած վթարի նկարահանման ժամանակ չգիտեի, լաց լինեի, թե ծիծաղեի։ Հավաքված ջահելները իմանալով, որ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկային, ասում էին, որ եթե վթար է լինում, թող էս տեսակ լինի, իսկ տեսակն էլ էս էր։ Արա էսի փորձանքա։ Վերամբարձ կրունկի վարորդը ստրելան սրել ու ողջագուրվել է Գալաբոկ Ֆորդին։ Վերջինս էլ խոնար հարսի նման կողաշրջվել ու գրկել էր խաշմերուկում կայանած սպիտակ Ֆորդին։ Այն մարդ, ջահելներ կան, որ իսկականից կտցրած են։ Ինձանից հետաքրքրվում են, թե այս Ֆորդերից որն է էքը, որը ворցը։ Տնաշեններ, վարորդները առողջ, պոպոկ կանգնած ինձանից եք հարցնում։ 5 ժամ տևեց, մինչև կրունկի վարորդը սրած ստրելան դուրս քաշեց ու կապույտ Ֆորդը դարձի եկավ։ Հարգելի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, այստեղում ժամանակին խաշմերուկը կարգավորող լուսացույցներ են եղել, սակայն չգիտես որ մի անուղեղի ցուցումով դրանք հանվել են, իսկ տեղադրված նշաններն էլ փակված են ծառերով։ Նշված խաշմերուկում վթարներ հաճախակի են լինում, ու եթե պատկան մարմինները ուխտի ականջում շարունակեն քնած մնալ ու լուսացույցները չտեղադրվեն, ապա չի բացառվում, որ մի օր էլ երբ իրենք նշված խաշմերուկով անցնեն, մեկ այլ վերամբարձ կռունկ ստրելան սրած դուրս գա իրենց վրա։ Երանի ենք տալիս, որ հանրապետությունում տեղի չունենան ճանապարհատրանսպորտային պատահարներ, առավել եւս ողբերգական, բայց ցավոք ամեն շաբաթ վթարների արդյունքում զոհեր են ունենում։ Այս շաբաթ նույնպես բացառություն չէր, ավելին, առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ զոհերի եւ վիրավորների մեջ զինծառայողներ կային։ Տեսնում եք այս պսակը։ Այն տեղադրվել է մի քանի օր առաջ։ Պրոշյան գյուղի բնակիչ 32-ամյա Համբարձում Սարգսյանը ամիգո խաղատան դիմաց օպելով բախվում է Էլեկտրասյանը։ Փրկարարները քաղաքացիների օգնության մեքենայից դուրս են բերում վարորդին, նրա համագյուղացի 23-ամյա Արտակ Փաշոյանին եւ Արցվանի գյուղի բնակիչ 18-ամյա Արման Սարգսյանին, որոնք տեղափոխվում են Արմենիա բժշկական կենտրոն։ Ցավոք Արտակի կյանքը փրկել չհաջողվեց, իսկ ժամկետային զինծառայող Արմանը մինչև այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Վթարի վայրում հավաքվածներն ասում են, որ եթե տաքսիստը մեծ արագությամբ չվարեր մեքենան, ապա կկարողանար այն կառավարել, երբ չէր բախվի Էլեկտրասյանը։ Մի մասն էլ վիրավորներին առաջություն ցանկանալով այնուամենայնիվ նշում էին, թե արի ու ամեն տաքսիստի վստահի։
Ստեփանավանի ու Տաշիրի Հրշեջ փրկարարական ջոկատների տղաները Լոռե փրկարարական ջոկատի փրկարարների հետ մի քանի ժամ տիտանական աշխատանքներ կատարելուց հետո Ստեփանավանի եւ Տաշիրի հիվանդանոցներ տեղափոխեցին 29-ամյա Սերոժա Չոբանյանին, 18-ամյա Արշավիր Ավետիսյանին ու ցավոք մեքենայից դուրս բերեցին 21-ամյա Կարապետ Ավետիսյանի դին։ Այս փոլի մեջտեղն է, հետևի դուդի գիծ։ Տաշիրի Երևանյան խճուղում կամրջի վրա բախվում են Սերոժայի Օպելն ու Արշավիրի 099-ը։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ մեքենաները գարմոշկա էին դարձել, իսկ դրանցում գտնվածները սեղմվել էին, եւ նրանց դուրս բերելու համար պետք է գործի դրվեր հատուկ տեխնիկան։ Մահացածի դին եւ վիրավորներին դուրս բերելուց հետո ել ավելի դժվարացավ փրկարարների, Ստեփանավանի, Տաշիրի, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանների աշխատանքը, քանի որ վթարի վայր ժամանած ինչ որ անձինք հայտնել էին, թե մեքենաներից մեկում երեխա է եղել, ու արդեն կամրջին հարակից ոչ տեղանքում գիշերով սկսեցին որոնողական աշխատանքներ։ Միայն 2 ժամ հետո իբրև հավաստի տեղեկություններ տվողները հայտնեցին, որ երեխան տանն է։ Հորդոր խնդրանք, մասնավորապես նման լարված իրավիճակներում չճշտված տեղեկություններ մի տարածեք։ Ավելացնեմ, որ Չոբանյանն ու Բաղդասարյանը պաշտպանության նախարարության աշխատակիցներ են։ Ուշի ոլորաններ։ Տեղանքի անունը ձեզ քաշ ծանոթ է։ Այդ հատվածում տասնյակ դժբախտ պատահարներ են տեղ ունեցել եւ ունենում, ինչի արդյունքում դժբախտանում են բազմաթիվ ընտանիքներ։ Նշենք, որ այս ոլորանում կան համապատասխան նախազգուշացնող նշաններ, ու եթե վարորդները ուշադիր լինեն, փորձանքի չեն հանդիպի։ Ու եթե մենք տեղաբնակներս ենք հաճախ խառնվում անգամ ցերեկային ժամերին անցված այս տեղում, ինչ ասես օտարերկրացիների մասին, որոնք տվյալ հատվածում երթևեկում են գիշերային ժամերին։ Ոտերներ դեպի բանի այս ցած սեղմած։ Ոտնել են շիտոկ է։ Դեմի շիտոկից դրված է։ Սեպտեմբերի 3-ին գիշերը ժամը 2-ի սահմաններում Դավ Մակնիշի Բեռնատարի վարորդը դուրս է գալիս ճանապարհի երթևեկելի գոտուց եւ կողաշրջվելով հայտնվում Տնամերձ հողամասում։ Իդեպ այս հատվածում Տնամերձ հողամասերում մեքենաների հայտնվելու դեպքեր ներկայացրել ենք, մասնավորապես Վրաստանի եւ Իրանի քաղաքացիների մասնակցությամբ։ Ու եթե առաջինի դեպքում վարորդը ողջ մնաց, ապա իրանցու կյանքը փրկել չհաջողվեց։ Չհաջողվեց փրկել նաեւ Ղազախի կյանքը, որն այդ չարաբաստիկ օրը Բեռնատարի ղեկին էր։ Ողջ գիշեր Արագածոտնի մարզի փրկարարները, հետո նաև Երևանից նրանց միացած թիվ 18 ջոկատի փրկարարները 5 ժամից ավելի հատուկ տեխնիկայի միջոցով մի կերպ մեքենայից դուրս բերեցին 51-ամյա Նակիբեկով Տուրսինբաևի դին, որը Չինաստանից Հայաստան էր տեղափոխում Հաքուզ եւ Կոշկեղեն։ Զնությունն քնի ճանթե ով կա բրանք ծերերը։ Դա դանակով կլին վեշի թոն գնի։ Ահոջան գնա։ Իդեպ Տնամերձ հողամասում մեքենայի վայրեջքից հետո սատկեց տանտիրոջ կովը, ու այս մարդու զայրույթը լրիվ արդարացի ու տեղին է։ 50 տարի այստեղ եմ ապրում, Արտաշավանի գլուխը գայ պոստի նման բաներ սարքած, մեծ պլաշատկա էր։ Այդ երբ կոմունիստների ժամանակ դոմիկը դրած էր, գայշնիկը այնտեղ հերթապահում էր։ Գալիս էին, կանգնացնում են այս ծանր մեքենաները, կանգնացնում են հովանում էր լրիվ պագրիշկեքով իր տորմուզներով, մինչև գայշնիկը չստուկեր, որ այդ մեքենա կարելի է գնա, թու չէի տակար։ Իսկ հիմա պատկերացրեք, եթե ճանապարհային ոստիկանը նման բան անի, հայտնի ֆիլմի, Խաթաբալա ֆիլմի նման, ինչ որ մարդիկ 3 մանետնոց լաց կդնեն, երեսները կպատրեն ու կասեն, վայ, խախտում եք մարդու իրավունքները, դիմում ենք Եվրոդատարան, դիմում ենք այստեղ, դիմում ենք այնտեղ։ Հարգելի գռանդակերներ, այս պայը հիմա տեսնելուց հետո գուցե համաձայնվեք 50-ից 60 տարվա բնակ չի, որ իրոք գոնե այս հատվածում ճիշտ կլինի վերականգնվի կոմունիստների բարի ժամանակաշրջանը։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։ Այսքանը մենք չենք սովորեցնում, թե ինչպիսին պետք է լինի մարդը, պարզապես հիշեցնում ենք մարդ լինել։ Կհանդիպենք սեպտեմբերի 15-ին ժամը 22-ին։ Լույս եւ հոգու ջերմություն բոլորիս։